Գորելովկա գյուղի հիմնական փողոցներն արդեն երկար տարիներ սպասում էին վերանորոգման։ Այս տարի բնակիչների սպասելիքները իրականացան, սկսվեց ասֆալտապատման աշխատանքներ։ Երևի թե տնտեսությունը այսպիսի մեծ մասշտաբի աշխատանքներ մեր կողմ չէր եղել, ամբողջ գեղի դեպի Նինոցմինդայից գալով աջ մասը լրիվությամբ ասֆալտապատվել է, 4-3 փողոցներ, միջանկյալ պերևլոկները միասին։ Լարիվ ջրատարներն է դրած, ասֆալտապատումը դուք ինքներդ տեսաք, ներկայիս աշխատանքները ավարտված չեն, աշխատանքները ընթացքի մեջ են, ըստիս մոտա ժամանակահատվածում կավարտեն աշխատանքները, երևի մեզ որ ասֆալտային աշխատանքերը մեզ շատ արտակարգ, որովհետև որակի համար բան էին վերուցել, պրոբ էին վերուցել, ես տեսել եմ այդ հանաստեղը ու ինչպիսի բարձրությունը ու բնդություն տեսել ես ինչպիսի լավ որակի ասֆալտերը։ Բնակիչները հույս ունեին, որ նոր ասֆալտը կթեթևացնի ճանապարհային տրանսպորտի շարժը, կբարձրացնի անվտանգության մակարդակը։ Ընթացքը շատ լավ է։ Ժամանակի մի երկու շաբթվա գործ գա որ մինչև հասնենք իրեն ավարտին։ Основной խնդիրը ջրադարներն են, ջրադարները վերջացնենք, մնագի երկրորդ շերտը ու տերներն առաջները։ Մի երկու շաբթվա գործ գա։ Ամեն ինչ նորմալ է։ Ոգելու բան չունենք։ Հիմնարկը обеспечить է, ներյան աչակցություն կուտա, ամեն ինչ նորմալ է գործի մեջ։ Գանկերի գյուղի ժողովուրդը շատ հյուրասեր, մեզ ամեն ինչով կօգնեն, թե խնդիրներ եղնի, բողոքներ չկան։ Աշխատանքները գուցե ժամանակավոր անհարմարություններ կստեղծեն, բայց երկարաժամկետ հեռանկարում դրանք կօգնեն համայնքին։ Աշխատանքը կատարվում է լավ տեմպով առաջ է գնում, մի 15 օրից կավարտվի, սա գործողությունը կեղնի, լավ է, ամեն ինչ նորմալ է։ Ասֆալտապատելին մարդիկ լադոկներն են շարում, որ ջրի պրոբլեմ չեղնի, ջուրը չկայնի, հեչ մեկին վնաս չտա ժողովրդին, ինչ սիմ, ամեն ինչ նորմալ է։ Ասֆալտապատման աշխատանքների ավարտից հետո Գորելովկան կունենա նոր հարթ ու լուսավոր փողոցներ, որոնք կապահովեն ավելի հարմարավետ ու անվտանգ շրջակա միջավայր։ Գյուղի բնակիչներն արդեն ծրագրում են առաջիկա զբոսանքները նոր ճանապարհներով, ուրախությամբ նշելով, որ իրենց գյուղը աստիճանաբար բարեկարգվում է։